Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Տիկին Ղազարյան, ըստ էության երեք պարզ դարձավ, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ու Ռոբերտ Քոչարյանը, այսպես ասած, քաղաքական ամուսնությունը շարունակում են եւ ընտրություններին մասնակցելու են կրկին դաշինքով, դե իսկ տեխնացուն վարչապետի Ռոբերտ Քոչարյանն է, ինչը շատ կանխատեսելի էր կարծես թե, բայց երեկվա ելույթից մի քանի բան առանձնացնեմ եւ հետո հերթով անդրադառնանք։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է, չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչեւ այս իշխանությունը չհեռացվի։ Հայաստանին անհրաժեշտ են ուժեղ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից բոլոր սպառնալիքները համատեղ չեզոքացնելու համար։ Իմ թիմը եւ ես սիրում ենք այս երկիրը, այս ժողովրդին եւ մենք ի վիճակի ենք ապահովել նրա անվտանգությունն ու բարեկեցությունը։ Հիմա սկզբից գանք, նախ չի հանգստանալու միջև այս իշխանությունը չհեռացվի, ինչպես եք այս ինֆորմացիան լսելուց հետո, այսպես ասած, հանգիստ աչք կպցրել երեկոյան, եւ նաեւ Հայաստանին անհրաժեշտ են ուժեղ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից, հասկանանք ինչ ասել է ըստ Ռոբերտ Քոչարյանի ուժեղ բանակ, նույն կոնսերվայի բանկաների մասին է խոսում, որովհետեւ այդ ժամանակ իր գոնե իշխանության ժամանակ մենք տեսել ենք նման բանակ, ինչ ասել է ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից, արդյոք հզոր դաշնակից կրկին Ռուսաստանի մասին է խոսքը եւ ուժեղ առաջնորդ, այնքան շատ է վերջին մի քանի ամիսների ընթացքում այս տերմինը շոշափվել, շրջանառվել, ինչպես են այս բառը նախ կիսելու ինքը եւ Սամվել Կարապետյանը հասկանանք, ոնց որ մրցակցություն է սկսվել նաեւ այս իմաստով։ Ուժը կմնա մեկի մոտ, եղը կգնա մյուսի մոտ, կարելի է այսպես ասած հալալ կիսել իրենց միջև այս բառը։ Նախ ապշած եմ, ընդհանրապես չի սպասում, որ Դաշնակցությունը եւ Ռոբերտ Քոչարյան կշարունակեն համագործակցել։ Ես վստահ եմ ամբողջ ժողովուրդը ցնցված է այս նորությունից, չգիտեմ ոնց մարսենք այս լուրը։ Շատ զարմացած ենք եւ ինչպես մերձ քոչարյանական մամուլներում ահաբեկված։ Ես ուրախ եմ, որ այնուամենայնիվ դաշինքով որոշեցին գնալ եւ Քոչարյանը իր էգոն չդրեց մի կողմ, ինքնասիրահարվածություն չդրեց մի կողմ եւ պրագմատիկ որոշում չկայացրեց, որովհետեւ ես կարծում եմ, որ նրանք համատեղ շանս ունեին հաղթահարելու 4%-ի արգելքը, բայց այս այն տրամաբանությամբ, իշտ տրամաբանությամբ նախընտրական օրակարգն է զարգանում, շանս ունեն հաղթահարելու 8%-ը եւ ես հույս ունեմ, որ վերջապես մենք կփակենք Դաշնակցության եւ Քոչարյանի էջը եւ կանցնենք առաջ արդեն ավելի նոր հույս ունեմ քաղաքական ուժերի հետ մեկտեղ, չնայած ակնհայտ է, որ հակա իշխանական ձայների մեծ մասը էլի շատ նմանատիպ մտքի շուրջ են կոնսոլիդացվում, խոսքս իհարկե ուժեղ Հայաստան Ղարաբաղն հեղինակային իրավունքի հետ կապված դատի, այո, Ռոբերտ Քոչարյանը։ Ինչևէ, դա որպես այսպես փոքրիկ ռեպլիկ չի հանգստանալու Ռոբերտ Քոչարյանը։ Ինձ եթե մենք իշխանությունից գնանք, նա չի հանգստանալու։ Ինչու եք այդպես։ Ես կարծում եմ, որ նրան ժողովուրդը չի թողնի։ Այսինքն, եթե մենք գնանք, պարզենք չի գնալու։ Ես միշտ ասել եմ եւ շարունակել եմ պնդել, մեզ փոխարինելու են միայն մեզանից լավերը, մեզանից վատերը չեն կարող մեզ փոխարինել, որովհետեւ այս ժողովուրդը այդպես համաձայն չէ։ Մենք իհարկե ինչ-որ պահի իշխանությունից գնալու ենք, դա իհարկե 2026 թվականի հունիսի 7-ը չի լինելու, որովհետև ակնհայտ է, թե ում կողմն է համակրանքը այս պահին քաղաքացիների մեծ մասի, բայց այն պահին, երբ որ մենք կգնանք իշխանությունից, մեզանից ավելի լավ իշխանություններ կգան, եւ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի չհանգստանալ։ Չի հանգստանալու նա։ Ես բացառում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հանգստանալու առիթ կունենա այսուհետ Հայաստանում։ Ոնց ասեմ, թող հանգստան, թող սկսի հանգստանալ։ Ինչ վերաբերում է Հայաստանը, այն բանի, որ Հայաստան պետք է ունենա ուժեղ բանակ եւ ուժեղ առաջնորդ, ես լավ լուր ունեմ պարոն Քոչարյանի համար, Հայաստանը ունի ուժեղ բանակ եւ ուժեղ առաջնորդ։ Եթե կարող է, թող հանգստանա այդ կապակցությամբ, Հայաստանը երբևէ այսքան ամուր չի կանգնած եղել իր ոտքերի վրա եւ սեփական որոշումների տերը չի եղել։ Ուժեղ չի նշանակում սեփական ժողովրդի վրա ուժը կիրառող։ Ուժեղ նշանակում է երկիրը զարգացնելու միտված կառուցողական քայլեր աշխարհի հետ հարաբերություններում։ Ինչ է անում ներկայիս կառավարությունը, ինչի կապակցությամբ ես վստահ եմ, մենք նորից ստանալու ենք մեր քաղաքացիների քվեները։ Մինչև այդ Դաշնակցի եւ խաղաղության օրակարգերն անդրադառնալը նաեւ
Անդրադառնամ մի նախադասության, որ կարդացիք, որ սիրում է այս երկիրը եւ ժողովրդին։ Ճիշտ եմ հասկանում, այս երկիրը, սիրում եմ այս երկիրը, սիրում ենք այս երկիրը, սիրում ենք այս ժողովրդին։ Շատ նման է այդ տարածված խոսքին, որ ծեծում է, ուրեմն սիրում է, մոտավորապես այդպես է Քոչարյանը սիրում թե երկիրը, թե ժողովրդին։ Հիշեցնեմ, որ երկիրը ասած պարտքի դիմաց, բայց դեռ շատ մեծ հարց է, արդյոք պարտքի դիմաց թե այլ գործարքի դիմաց վաճառած սեր է եւ երևի շատ տենց տոչորված սիրուց դրդված էր մարտի 1-ին զորքանում ժողովրդի վրա կարև սպանում սեփական ժողովրդին փողոցների կենտրոնում Երևանի փողոցներում այդ սիրո իր ամենավառ դրսևորումներից ա եղել մնացած մանր-մունր դրսևորումներն էլ երևի չպատմեմ, հա բոլորս տեսել ենք իր ասերը եւ ինչպես դասականներ ասում չենք գայթակղվել ես վստահ եմ որ այդ սերը ճակերտավոր խիստ փոխադարձ է եւ ինքը դա գիտի դեպի ինքը դա գիտի որովհետեւ ինքը ելույթում ասած պարտադիր չի որ առաջնորդին սիրեք ընտրելու համար որովհետեւ ինքը հասկանում է որ չի կարող լինել սիրված մեկում պետք է ընտրեն հետեւաբար ասում եմ մի առաջնորդին ընտրելիս ձեր էմոցիաներին մի նայեք սիրելի ժողովուրդ մի մտածեք սիրում եք չեք սիրում դա կարեւոր չի դա գործոն չի ինքը այդ բաներ աղեկը դուր պատմում էր այդ մասին հարթակից եւ ինքը գիտի որ իրեն չեն սիրում այսինքն մոտավորապես փոխադարձ է ինչպես որ ինքը չի սիրել ժողովրդին այնպես էլ իրեն չեն սիրում հիշում եք չենք պատմել ոնց է սիրում այդ դեպ բանի բացի այդ բուն 10-ամյակի իրադարձություններից երևի շատ լավ վառ սիրո դրսևորում էր նաեւ իր ասուլիսներից մեկի ժամանակ իրեն պատմածը որ ասում եք դեկից դուր է գալիս օրը 6 անգամ ինչ որ բան գյուղացիների քաղաքացիների հետ հանդիպել ես այդքան բան չունեմ էլի նյարդեր կոպիտ ասած հավես չունեմ այդ մարդկանց հետ շփվել ինչ վերաբերում է դաշնակցին այս դաշնակից հզոր դաշնակից ունենալուց բացի եթե նկատեցիք ֆոնին գրված էր երաշխավորված խաղաղություն սա մի ճիշտ եմ չէ՞ մի երաշխավորված թե երաշխիքներով մի խոսքով սա մի հատ հետաքրքիր կոնցեպտ է որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը մի երևի մոտավորապես մի շաբաթ մի 10 օր առաջ հրապարակեց երաշխավորված խաղաղության իրենց կոնցեպտը ենթադրում եմ որ դա շատ նման է իրար կամ չգիտեմ նույն բառերն են բարձրապես բոլոր ընդդիմադիր ուժերը խոսում են այդ մասին դեպի Սամվել Կարապետյան 5 տարի առաջ արժանապատիվներ իրանց հիմնական բրենդը այդ բոլոր ընդդիմադիր ուժերի մասին է շատ կուզենայի առիթ ունենայինք մտածել միգուցե դուք կարողանաք տարբեր մարդկանց տարբեր քաղաքական գործիչների հետ խոսել եւ փորձեք դուրս բերել որովհետեւ շատ ուշադիր եմ հետևում ընդդիմադիր քաղաքական դաշտին եւ միջև հիմա չեմ հասկացել օրակարգերի տարբերությունը դուք ինձ կարող եք ասել ուժեղ Հայաստան հիմա այս Հայաստան դաշինք Բարգավաճ Հայաստան կուսակցություն այնտեղ Արման Թաթոյան, չգիտեմ, իհա միասնության թևեր, այս քաղաքական խմբավորումների իրար հետ կարծես, բան կոնցեպտուալ գաղափարական տարբերությունը ո՞րն է։ Գաղափարական տարբերություն կա։ Ես եթե դուք նկատել եք, խնդրում եմ ինձ ասեք, ես փորձեմ խոսակցության մեջ մտնել, ասեմ, այստեղ իրանց ասածին մենք սա ենք հակադրում, այնտեղ են մյուս ուժերը ասածին նա ենք հակադրում, որտեղ իմ տպավորությամբ իրանց ասածների մեջ գաղափարական տարբերություն չկա։ Չէ՞։ Նկատել եք, եթե նկատել եք, կարակ ասեք որտեղ։ Այսինքն բոլորը նույնն են, ճիշտ եմ հասկանում, նույն նպատակի համար են պայքարում։ Արժեբանորեն նույնն է։ Ես չեմ լսել, հասկանում եք, եթե նույնիսկ իրանք ուզում են ֆիկտիվ ձևացնել, թե տարբեր են, լավ կլինի, որ մտքի մակարդակում տարբեր բաներ ասեն։ Ես լսում եմ, ես չեմ հասկանում իրանք խաղաղության այլ ընտրանքը ինչ են պատկերացնում են խաղաղության օրակարգը։ Դե երաշխավորված խաղաղությունը։ Հիմա գանք այս երաշխավորված խաղաղությանը, խաղաղություն, որը կարիք ունի երաշխիքների, ոչ թե, չգիտեմ, ասենք դուք պատկերացնում եք Հայաստանի ու Վրաստանի միջև, բան, երաշխավոր հրավիրենք, որ մեր խաղաղությունը ապահովի։ Մեր մտքով կանցնի տենց բան։ Բացարձակ, չէ՞։ Դա նշանակում է, որ իսկական խաղաղությունը երաշխավորների կարիք չունի։ Մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ եւ կառուցել իդեպ երաշխավորված խաղաղություն, որը իդեպ նաեւ կարծեմ տարբեր մարդկանց ասած, տարբեր ուժերի ասածներից եմ ասում, որտեղ իրար գլխի եմ հավաքել իրանց այդ նույն երաշխավորված խաղաղության կոնցեպտի ներքո ասածները։ Ես լսում եմ, ես չեմ հասկանում, թե ում հետ են ուզում այդ մարդիկ խաղաղություն հաստատել։ Այսինքն, որովհետև օրինակ այդ երաշխավորված խաղաղության փաստաթուղթը միակ բանն է, որ փաստաթղթով կարդացել Բարգավաճ Հայաստանին է։ Այնտեղ կա ԵԱՏՄ երկրներ Թուրքմենստան, Ղազախստան, Ռուսաստան, Բելարուս, այնտեղ կա Եվրամիության երկրներ, որտեղ դրանք տեխնոլոգիաներ են բերելու։
Այնտեղ կա Իրան, Ռուսաստան առանցքը, այնտեղ կա Չինաստանը եւ Հնդկաստանը եւ Վրաստանը եւ կարդում ես էջերով մի քանի էջ է էլի գրած չես հասկանում որի հիմա ԵԱՏՄ երկրների հետ են խաղաղություն հաստատելու ասենք չգիտեմ Իրանի հետ են խաղաղություն հաստատել թե Բելարուսի հետ են խաղաղություն չկա չեն արտաբերում կոնֆլիկտ խնդիրը հասկանում եք երկար նկարագրում են որ իրանք պատրաստվում են լուծել բայց չեն նկարագրում խնդիրը ինչ վերաբերում է այդ միջազգային երաշխիքների ինստիտուտին Դե կներեք ոդքասթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նաև նշում էր, որ երաշխավորի կարիք կարող է ունենալ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանը։ Ադրբեջանին ասում էր ռևանշիստական ուժերը կարող են գալ եւ Ադրբեջանը։ Դա ինքը ասում էր ռևանշիստական ուժերը կարող են գալ Հայաստանի իշխանության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սպառնալիք ներկայացնեն։ Տեսնես ով են այդ ռևանշիստական ուժերը։ Չգիտեմ, ապրանք տեսնենք։ Հույս ունենամ առիթ չենք ունենա տեսնել, ընդ որում այս բանը լավ կներ արդյոք ունենասյան դրան արձագանքեր ինքը գալիս էր ասում էր դուք պայմանավորվել եք Ադրբեջանի հետ պայքարել ռևանշիզմի դեմ ով են այդ ռևանշիզմը դուք պատրաստվում եք դաշնակցության փակել որտեղ Արծուկ Մինասյանը ինքն իր երևակայում է որպես ռևանշիստ ասում է դուք այս դրույթը մտցրել եք որպեսզի բանին դաշնակցության փակեք ինչ վերաբերում է միջազգային երաշխիքներին Իշում եք ամենասկզբում միջազգային կարգի մասին ինչ ասաց Քոչարյանն իր ելույթի ժամանակ ասաց աշխարհակարգը փլզվում է եւ ջունգլի օրենքներ միայն ջունգլի օրենքներ են գործում ով ոնց կարա գլուխը պետքա պահի այդ փլզվող աշխարհակարգում ինչ երաշխիքների մասին կարա խոսք լինի Եթե ճիշտ է այն տեսությունը որ աշխարհակարգը փլուզվում է որ այլևս չկա տարածքային ամբողջականության իրավունք վկան ռուս-ուկրաինական պատերազմը որ այլևս չկան անձեռնմխելի իմունիտետ ունեցող մարդիկ ինչպեսիք են ըստ ՄԱԿ-ի կանոնադրության երկրների առաջնորդները վկան վերջի իրադարձությունները աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող եթե չկան այլևս այդ միջազգային նորմերը եւ փլուզվում է աշխարհակարգը ու ջունգլիների օրենքները Ոնց պետք է երաշխավորվի Միգուցե ջունգլիների ներկայացուցիչների հետ է լեզու գտնելու որպեսզի այդ օրենքներին համահունչ Հավանաբար այդ բանի գիշատիչի հետ պայմանավորվել տրամաբանությամբ, որտեղ իհարկե միշտ գիշատիչի սնունդ դառնալու բանն է, էլի տխուր վերջաբանն է լինում, ինչպես փորձառությունն է ցույց տալիս ջունգլիներին։ Հետևաբար պետքա ինձ թվում է ուժեղությունը սեփական ուժերի վրա հույսը դնելն է եւ սեփական ուժերով խնդիրներ լուծել, որովհետեւ չի կարա ուժեղը երաշխավորի կարիք ունենա։ Հավանաբար թույլերը ունեն երաշխավորի կարիք։ Ու մեկ-մեկի մոտնես տպավորության, որ իհարկե իրանք բան են ալ, պարապում են ուժեղ բառերով նախադասություններ, ուժեղ բառով նախադասություններ կազմել եւ դա շատ զվարճալի է հնչում։ Հույս ունեմ իրանք կնկատեն ինչ-որ բայ եւ կդադարեցնեն այդ ուժեղության մրցավազքը, որովհետեւ Հայաստանը ուժեղ ղեկավարի կարիք չունի, Հայաստանը հոգատար ղեկավարի կարիք ունի, Հայաստանը կարիք ունի ինքը ուժեղ լինելու որպես երկիր։ Բայց այն ղեկավարը, որը իր ուժը ցույց է տալու իր ժողովրդի վրա, նման բանի կարիք Հայաստանը չունի այս պահին եւ ընդհանրապես որևէ ժողովուրդ չունի, էլի այնպիսի ուժի կարիք, որ իր վրա կկիրառվի, որում այս ուժեղը մի ապրանքա, որը վաճառվել է նախորդ եթերաշրջանում դեպի ուժեղ Հայաստան, հա, իրանց կարգախոսը, իրանց անուն Հայաստան էր, բայց կարգախոսը ուժեղ Հայաստան էր եւ այդ ուժեղության ապրանքը չեն գնել Մարդիկ չեն գնել, ասեն, պետք չի մեզ այդ ապրանքը, մենք նորմալ ամես, մենք յոլա կգնանք առանց ձեր ապրանքի։ Ու իմ մոտ տպավորությունն է, որ Քոչարյանի նախորդ եթերաշրջանի մարքետոլոգները եւ Արամ Վարդևանյանը արտագաղթել են, միգրացվել, տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել են այն մյուս ավելի եկամտաբեր աշխատանքին Նկատի ունեմ ուժեղ Հայաստանի նախընտրական շտաբում, եթե Բայց հասկանանք, թե իշխանությունը ամեն դեպքում ոնց են կիսելու, որովհետև օրը մեկ դաշտ են հետվում հարցումներ, այդ հարցումներով հատկապես այսպես ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներն են կիսվում, որ մի քանի ամսից, 3 ամսից Հայաստանը կունենա նոր վարչապետ, այն է Սամվել Կարապետյանը, վերջերս շատ են նման հայտարարություններ անում։ Հիմա ինչպես են կիսելու իշխանությունը, ուժեղ բառը, եւ ի վերջո այս բոլոր ուժերը, որոնց մասին դուք ասացիք, որ ոչ մի գաղափարական արժեք համակարգային տարբերություն չեք
տեսնում։ Բոլոր ուժերը ինչի համար են պայքարում կամ ում համար են պայքարում, ում են ուզում, ում են տեսնում որպես վարչապետի տեխնացու, թե ի վերջո կարող է օրինակ հիպոթետիկ պատկերացնենք օրինակ հավաքական ընդդիմությունը, ինչպես իրենք հաճախ կրկնում են, Գյումրիի 2 սցենար արեցին եւ ձայներով ավելի են, առավել են, քան օրինակ քաղաքացիական պայմանագիրը եւ պիտի իշխանություն ձևավորեն։ Հիպոթետիկ ենք պատկերացնում, ով է լինելու իրենց վարչապետի տեխնացու։ Մի կողմից հայտարարում են Սամվել Կարապետյանը, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես են կիսելու, թե արդեն ժողովրդական լեզվով ասած, այս գլխից պարզ է, թե ում համար են պայքարում։ Դե եկեք բան անենք, փորձենք աբստրահվել իրավիճակից եւ մաթեմատիկորեն հասկանալ ինչ կարող է տեղի ունենալ։ Կարող է տեղի ունենալ, որ խորհրդարան անցնող ուժերից մեկը ունենա 66%-ից ավելի ձայներ։ Տեսականորեն իհարկե այս դաշտում, որը տեղի ունենում, ես այս պահին դա գոնե այս պահին իրատեսական չեմ համարում, բայց գիտեք, որ մեր նշածողը դա է, եւ մենք գնում ենք 65%-ի հետևից, որպես սահմանադրական փոփոխություններ կարողանանք իրականացնել նոր սահմանադրության ընդունումը։ Այդ մի սցենարն է, որ մենք կունենանք 65% ձայներ եւ բնականաբար այն ընդդիմությունը կաշխատի, բայց իրանց սցենարի դրամապանությունն է, որ իրենք կունենան 65% ձայներ միանձնյա։ Ուժեղ Հայաստանը միանձնյա կունենա 65% ձայներ եւ կկարողանա փոխել սահմանադրությունը այնպես, որպեսզի Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա դառնալու Հայաստանի վարչապետ։ Ես սա իրատեսական չեմ համարում, հասկանում եք, ես չեմ Okay, մի սցենարը դրեցինք այն կողմ, ուժեղ Հայաստան կունենա 66 եւ ավել տոկոս ձայներ, սա այդ անիրատեսական սցենարն է, որին իրանք գնում են։ Ընդ որում, եթե դուք ուշադրություն դարձրել եք, իրանք երբեք չեն ասում մեզ սահմանադրական մեծամասնությունա պետք։ Ի տարբերություն մեզ, մենք ասում ենք, որ մեր քաղաքական նպատակների համար մեզ սահմանադրական մեծամասնությունա պետք, որովհետեւ իրանք հույս ունեն մանիպուլացնել հանրային կարծիքը, որ հնարավոր է իբրև թե 50 եւ ավելի տոկոս ձայներով, որի դեպքում հնարավոր է կառավարություն ձևավորել, բայց հնարավոր չի փոխել սահմանադրությունը այնպես, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, այդ մասին իրանք այդ սցենարի մասին չեն խոսում։ Մինչդեռ, եթե օրինակ ընդդիմադիր ուժերը սցենար 2 էլի ոչ մեկ չի ունեմ 50 կամ ուժերից մեկը ունենում է 51 եւ ավել։ Մի դեպքում դա մենք ենք նորից ձևավորում ենք իշխանություն, մյուս դեպքում ասենք թե ուժեղ Հայաստանն է, որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ։ Ինչը տեղի ունեն մեր ժամանակ, այս ժամանակ Նարեկ Կարապետյանը ինքնըստինքյան դառնում է վարչապետ։ Եվ վերջ։ Որովհետև այս դեպքում արդեն սահմանադրություն փոխելու սցենար չի կարող քննարկվել։ Իսկ Նարեկ Կարապետյանը լսել եք ինչ ասում։ Ասում է ես վարչապետ տեխնացու չեմ։ Քիչ ամու ոտքերը խփի գետնի եւ ասի ես չեմ վարչապետի տեխնացուն, ես համակարգող եմ, ես անցումային համակարգող եմ։ Իսկ իրանց լավագույն սցենարի դեպքում Նարեկ Կարապետյանը Հայաստանը 5 տարով անցումային կհամակարգի։ Մենք ես հույս ունեմ, որ մենք անցումային համակարգող այդ ձայները հավաքում։ Նարեկը որ եթե իրանց սցենարը գնանք խորհրդարան միավորվենք, որը պատմել են մի քանի տարբեր թվերից պատմել են ամենահավանական իրանց կարծիքով ամենաիրատեսական սցենարը։ Հիմա եթե անցնեն ուժեղ Հայաստանը, էլի երևակայեն կեց մաթեմատիկան ընտրական ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, չգիտեմ, Թաթոյան, Ծառուկյանը եւ որոշեն միավորվել, ինչպես Գյումրիում են միավորվել եւ միասին ունենան, ասենք 52% ձայն։ Ով է լինելու վարչապետի տեխնացու։ Ով է լինելու վարչապետի տեխնացու։ Պարշի իրանց միջի ամենաուժեղ տղան։ Իսկ ով է ամենաուժեղ տղան։ Եվ դա լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկին իշխանություն չի զիջի։ Առավել եւս այս պարագայում։ Իսկ այլ պարագայում էլ չի զիջի, բայց առավել եւս այս խճանկարում ամենահավանական բանը, որ կարա Հայաստանի հետ տեղի ունենա ընդդիմության հաղթանակի դեպքում, այն է, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի վարչապետի Հայաստան վարչապետ։ Սա այնքան ակնհայտ է, ինչքան ակնհայտ էր 3 առավոտյան, որ 3 երեկոյան լինելու է վարչապետ տեխնացու հայտարարելն է Ռոբերտ Քոչարյանը։ Սա այնքան ակնհայտ է, ինչքան 18 թվականին, երբ որ հանրապետականները գոռում են, որ Սերժ Սարգսյան չի գնալու եւ մենք դեռ չենք որոշել մեր տեխնացուին ով է լինելու հանրապետական վարչապետ տեխնացուն, այն որ մենք շարժում ենք սկսել արդեն Սերժի 3 ժամկետի դեմ, իրանք ասում են մենք դեռ չենք որոշել, դուք եք շարժում սկսել, որտեղ իրանք թվում է թե դա այդքան ակնհայտ չի, բայց միշտեր սա այնքան ակնհայտ է, որ այս բոլոր բաների, խառը բաների իրար հետ մեկտեղումից կարա միայն Ռոբերտ Քոչարյանն ծնվի, որտեղ այստեղ Վարդան Ղուկասյանը, այսինքն վատագույն տարբերակը ինքն է, ընդդիմություն կարող է Մարիամիջի վատագույն տարբերակին ընտրի։ Սամվել Կարապետյանը Հայաստան վարչապետ դառնալու շանս չունի։ Ոչ թե այն պատճառով, ցանկության մասին չեմ կարող ասել։ Ոչ թե այն պատճառով, որ ինքը 3 երկրների քաղաքացի է, որովհետև իրան Ռոբերտ Քոչարյանը այդ շանսը չի տալու։
Եվ ընդհանրապես չկա այդ սցենարը, որ կարա որ որևէ կերպ կարա իրադարձությունները զարգանա այն ուղղությամբ, կանչեք հարցրեք ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին։ Ինչ եք անելու, եթե հավաքական ընդդիմությունը ունենա ոչ թե 65, 66, այլ 51, 53%, 54% հավաքական ընդդիմություն։ Ինչ եք անելու։ Թող պատմեն։ Իրանք պետքա անկեղծություն եւ ազնվություն ունենան ու պատմեն, օրինակ պատրաստում են իրենց ձայները տալ Ռոբերտ Քոչարյան հակառակ դեպքում Սամվել Կարապետյան գոնե հիմա սկսած կլներ չէ քաղաքացիություն ծրագրարվելու նախաձեռնությունը։ Ակնհայտ է չէ որ մարդը գիտի որ նման սցենարի հնարավորություն չկա։ Ուրա դիմում թող հրապարակի հիմա հրապարակային ասում թող Նարեկ Կարապետյան հրապարակի Սամվել Կարապետյան դիմում Կիպրոսի կառավարությանը։ Դե Նարեկ Կարապետյանն ասում է, այ եթե դառնա վարչապետ, այդ դեպքում միայն կհրաժարվի, այսինքն սահմանադրություն կփոխեն, կդառնա վարչապետ, երբ անհրաժեշտություն լինի։ Ասում եմ որ հրաժարված կլինի միայն Հայաստան քաղաքացի կլինի, երբ որ ընտրվելու կլինի, չէ՞ կարող ինքնից հրաժարվել, միջև այդ գործընթացները հիմիկվա չէ, մի տարի առաջ մեծ հրաժարվել, միջև այդ գործընթացները անցնեին, բանը կարող է 4 տարի լռանել, բայց դա չի հարցը, բարձր որ մարդը չի հրաժարվել, այդ մարդը բիզնեսմեն է։ Այդ մարդը բիզնես կայսրության տերը, իրան ինքը չունի ազգություն, բիզնեսը չունի ազգություն, չունի Սամվել Կարապետյանը ազգություն։ Ինքը ունի 3 քաղաքացիություն, հայկական քաղաքացիությամբ դատարանում դատում է Ֆրանսիայի հետ, Ֆրանսիա կառավարության հետ, կիպրական քաղաքացիությամբ Հայաստանի հետ դատվում է հեծի շուրջ, ռուսական քաղաքացիությամբ ոչ մեկ հետ չի դատում, որովհետև այդ քաղաքացիությունները իրանք որպես կամ միջպետական պայմանագրերի միմյանց քաղաքացիների նկատմամբ պարտավորությունների կոնտեքստում են օգտագործում։ Չի լինելու Սամվել Կարապետյանը Հայաստանի վարչապետ։ Ոչ թե որովհետև ես ուզում եմ, ես չեմ ուզում, ես հայտարարում, չկա նման որևէ զարգացման հնարավորություն Հայաստանում, որևէ տրամաբանություն, որևէ ընտրական տրամաբանություն, որևէ օրենսդրական, որևէ սահմանադրական տրամաբանություն չկա։ Ոչ թե պատճառով, որը ինքը մենք ասում ենք ինքը չի կարող առաջադրվի կմերժի իր տեխնացությունը։ Ինքը ուղղակի չունի այդ ճանապարհը գոյություն չունի բնության մեջ։ Եվ կեղծ են այդ մարդկանց այդ առաջարկները, որ իբրև թե մենք ձայներ ենք հավաքում Սամվել Կարապետյանի համար, իրենք ձայներ են հավաքում Ռոբերտ Քոչարյանի համար։ Այդ Ռոբերտ Քոչարյանը ռեյտինգային ցուցակն է, ընդ որում որի հետ ինքը շատ վատ է վարվել։ Օրինակ, ինքը շատ վատ է վարվել, ինքը շատ լավ գիտի, որ Սամվել Կարապետյանի ձայները իրանն են։ Ինքը չի կարող դրանցից այդքան ակնհայտ եւ վերամբարձ կերպով հրաժարվել է, ասենց պետք չի ես մենակով կգնամ կգրեմ, որտեղ ինքը գիտի, որ ինքը չի կամ կռի մենակով։ Ինքը երեք իր ելույթում մի քանի անգամ հեգնեց Սամվել Կարապետյանի թիմին, մի դեպքում ասաց, որ ինքը բոլորովին վերջերս չի դարձել ընդդիմադիր, ինքը վերջին 8 տարիներին եղել է ընդդիմադիր եւ առավելություն ունի այդ նորահայտ մանր-մուներ բաների աշխուժակների նկատմամբ, բարձր որ այդ բառացի չեմ հիշում, բայց այդ նորահայտ մանր-մուներ աշխուժակը Սամվել Կարապետյանն է։ Երկրորդ բանը, որ ասաց, այնա որ չկա Հայաստան որևէ մեկը ով ունի եւ տնտեսական եւ քաղաքական այնպիսի փորձ ինչպիսին ինքը ունի, ոչ միայն առաջադրված տեխնացուների մեջ, այլ նաեւ Հայաստանում այդպիսի մարդ չկա, որովհետեւ այն մյուսները կամ քաղաքական փորձ ունեն, կամ տնտեսական, իսկ ինքը երկուսն էլ ունի։ Ակնհայտորեն ակնարկելով, որ Սամվել Կարապետյանի տնտեսական փորձը չի կարող ոտ մեկնել իր քաղաքական փորձի հետ։ Այդ բանը էլի մտքի գիգանտ բան, քաղաքականության գիգանտ մայստրոյի մտքի հետ։ Եվ երևի մի դրվագում էլ, հա, երբ որ ասեց բանը քաղաքականություն կրկես չի դուք էլ ծաղրացու չեք, ակնհայտորեն հղում էր տալիս իրենց այդ բաների հավաքների վայրին։ Եվ ես կարծում եմ, որ դա պետքա վիրավորական լիներ, բայց ինչ որ է ինքը չի կարող ամբողջությամբ հրաժարվել։ Ինչ մտածում ասի, որովհետև իհարկե կուզեր երկրորդ համարը լիներ։ Բարձր չէ, մամրցակցությունը երկրորդ տեղի համար իրանց միջև ինքը կուզեր ամենամեծ ընդդիմությունը լինել Հայաստանի, բայց ինքը հասկանում է, որ այդ շանսը կորցրել է եւ ամենամեծ ընդդիմություն լինելու մեկ ուրիշ ուժ։ Հիմա ինքը մրցում է, որ վերջում չասեն, էլի երրորդ տեղին բերեցին ձայները տվեցին, այլ գոնե ասեն երկրորդ տեղի ընդդիմության բերեցին ձայները տվեցին, բայց համ նեղացնում է այն մարդկանց։ Համ չի կարող մինչև վերջ հրաժարվի, որտեղ այդ կապերը որ անդառնալիորեն խզի, բացա որ շատ ֆրագմենտացված ընդդիմությունը չի կարողանալ միավորվել։ Ու մի հատ բանը սարքել են մի հատ անհասկանալի բորշ իրանց այդ հարաբերություններից, որը արդեն բանը էլ դուրս է ցայտում, սրանց մի տարի առաջ կհիշեք բաներ, իրանց ու հանրապետականի միջև այդ մրցակցությունը հանրապետականի բարեհաջող կերպով չեզոքացին, ինձ թվում է ակնհայտ է որ հանրապետական չի մասնակցի այլևս ընտրություններին
Հիմա նույն բանը սկսել են բանի Սամվել Կարապետյանի նկատմամբ, բայց իհարկե այս դեպքում ինձ թվում է ակնհայտավոր բաների համակրանք քաղաքական դիմադիր քաղաքացիների ավելի շատ են կողմում։ Տիկին Ղազարյան, ամեն դեպքում ասացիք, որ իշխանությունը կամ ձեզանից հետո իշխանության կգա միայն ուժեր, որոնք ձեզանից ավելի լավն են։ Հիմա մենք տեսնում ենք, որ դուք էլ ձեր խոսքում գրեթե մի քանի անգամ նշեցիք նրա մասին, որ ընդդիմությունը այնուամենայնիվ լինելու է, այսպես ընդունված է նրանց անվանել ավելի ռուսամետ զանգված, Սամվել Կարապետյանի ուժի մասին է խոսք գնում, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, արդյոք սա քաղաքական դաշտի առողջացման մասին է եւ արդյոք սա չի խոսում նրա մասին, որ 2026 թվականի խորհրդարանը 8-րդ գումարման խորհրդարանից ըստ էության գաղափարական իմաստով կամ բովանդակային իմաստով շատ չի տարբերվելու եւ դրանից հաստատ խորհրդարանը չի շահելու եւ այնուամենայնիվ եթե ընդդիմադիր ուժերը սրանք են, սրանք նկատի չունեմ վիրավորական որևէ կամ հեգնական միտում, ուժեղ Հայաստանն է, Հայաստան դաշինքն է, դա չի ենթադրում, որ այնուամենայնիվ ինչ որ մի օր նրանք կարող են հավակնել եւ ցանկանալ եւ անգամ մտածել, որ այո շանս ունեն վերադառնալու իշխանության եւ ուր է այն ուժեղ ուժը կամ ուր է այն ավելի լավ ուժը, որ ձեզանից հետո պիտի գա իշխանության։ Ընդդիմադիր դաշտում դուք տեսնում եք նման ուժեր եւ եթե տեսնում եք ինչու են այդ մարդիկ ստվերում։ Դաշնակցության մասին նաեւ խոսեցիք, կուզեմ առանձին անդրադառնամ, քանի որ վերջին շրջանում շատ են մեղադրում, այո, որ դուք հարձակվել եք նաեւ դաշնակցության վրա, փորձում եք փակել դաշնակցությունը, անգամ Գեղամ Նազարյանը Եվրախորհրդարանի հայտնի ելույթից հետո վարչապետի ասաց, վարչապետը եվրոպական խորհրդարանում դանոց տվեց մեզ վրա, որպեսզի ընտրություններից առաջ այդ իր բռնաճնշումները ինչ որ ձևով արդարացնի, բռնաճնշումները մեր ուժի նկատմամբ, եկեղեցու նկատմամբ։ Հիմա ինչու են այսքան խոսում դաշնակցությունից բռնաճնշումների ու ճնշումների մասին։ Ինչ ունեք դաշնակցության դեմ, այսպես ասեմ։ Ձեր սկզբի հարցի առաջին հատվածին անդրադառնամ, քանի դեռ չկան մեզանից լավ ուժեր, բնականաբար մենք կլինենք առաջին քաղաքական ուժը Հայաստանում եւ ամենապոպուլյարը, որովհետեւ մեզանից վատերով փոխարինելու բան ցանկություն է ժողովրդությունի եւ ես դա տեսնում եմ։ Ինչքան ժամանակ, քան դեռ երևի թե այդ ուժերը իրանք հայտը չեն ներկայացրել, ես չեմ հավատում իհարկե այն բաներին, այն տարբերակի, որ իրանք չեն կարողանում։ Հիմա փորձեմ ես բաժանել էլի այս հարցը հատվածներ։ Նախ չէ, ռիսկ չկա, որ իրանք կան իշխանության, որովհետև Հայաստանի հասարակությունը երբեք ընդդիմություններին երկրորդ շանս չի տալիս։ Այսինքն ամենամեծ ընդդիմությունները միշտ հաջորդ ընտրություններին չեն եղել որևէ ընտրության ամենամեծ ընդդիմություն, հաջորդ ընտրության չի եղել ամենամեծ ընդդիմությունը։ Ամբողջ հայաստանյան պատմությունը այդ մասին է, որ իրանք միշտ ամենամեծ ընդդիմությունը, եթե չի կարողացել իշխանափոխություն անի, քաղաքական դաշտից դուրս ամխվել, այսինքն նա ով այսօր կլինի Հայաստանի ամենամեծ ընդդիմությունը 26 թվականի հունիսի 8-ին ինքը հաջորդ ընտրությունն քաղաքական դաշտից դուրս ամխվելու, ինչպես որ Ռոբերտ Քոչարյանը դուրս կմղվի այս ընտրությունների արդյունքում Հայաստանի քաղաքական դաշտից, որտեղ ինքը նախորդի ամենամեծ ընդդիմությունն է եղել, սա երկաթյա օրինաչափություն է Հայաստանի պատմության, հետևաբար ես այդ կապակցությամբ մտավախություն չունեմ։ Ինքը պարզա որ իրանք դուրս կմղվեն, ավելի ուրիշ ուժեր կգան, չգիտեմ, ավելի լավ, ավելի վատ, սրանք դեռ իհարկե քննարկելու հարցեր են։ Ինչով են զբաղված այն քաղաքական միավորները, որոնք պետք է զբաղեցնեին այդ ընդդիմադիր դաշտի տեղը։ Ես իհարկե լսում եմ ձայներ, որոնք ասում են, որ մենք չենք կարող այս մասշտաբի կապիտալի հետ մրցել եւ այլն։ Նաև որոշակի պահանջ կա, որ Սամվել Կարապետյանին փակեք, որ մենք այո, օրենքի ուժով դուրս դրեք ընտրություններից։ Ես հիշում եմ այսօրվա պես 7-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստն էր։ Տխրահարչակ Էդմոն Մարուկյանը վեր կացավ, սկսեց Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կռիվանել եւ նաեւ մեզ հետ, որ եթե դուք թույլ չտայիք ԲՀԿ-ն մասնակցել ընտրություններին, մենք կլինեինք երկրորդ ուժը։ Եվ այդտեղ հնչեց Հայաստանի երևի քաղաքական դաշտի ամենա ողջամիտ գաղափարներից մեկը Գագիկ Ծառուկյան գրանցեց վեր կացավ եկավ ելույթ ունենալ թե ֆրակցիանից։ Ասեց, պարոն Մարուկյան, Նիկոլն էլ չառաջադրվեր կլինի իր առաջինը։ Դա շատ անտրամաբանական է, ասել թող մյուսներ չմասնակցեն, մենք կլինենք առաջին կամ երկրորդը։ Ես ինչ օրենսդրական կարգավորում կարամ հորինեմ, ինչ պայմաններ, ինչ միջավայր ես իշխանությունս կարամ ստեղծեմ, որ օրինակ
ուժերը, ժողովրդավարական ուժերը, որ մեկ այլ առիթով միավորվել էին, ընտրություններից առաջ էլ միավորվեն։ Այդ մարդիկ իրար հետ չեն կարողանում պայմանավորվեն։ Իրար հետ պայմանավորվեն, իրար հետ կան ընտրության, ոչ խորհրդարան բաժանվեն։ Ունենան ձայն, ասելիք, տեղ, ընդդիմախոսություն։ Այդ մարդիկ իրար հետ եթե չեն կարող պայմանավորվել, ինչ օրենսդրական դաշտ, ինչ ֆինանսական մեխանիզմներ, ինչ պետք է անել։ Ես ուզում եմ դες հիշեցնել, որ 2018 թվականին մենք ֆինանսական ռեսուրսների բաներ չէինք, էլի, Forbes-ի ցուցակներից չէինք եկել։ Մի հատ սելֆի ստիկը բան ունեինք, ձող ունեինք, լայվ ունեինք եւ Facebook-յան օգտահաշիվներ։ Երկու հատ ներքի համար բան դրամահավաքի փող էին ուղարկում, հիմնական Ռուսաստանը հայերը իդեպ։ Մի 2-3000 դրամ, չգիտեմ, ամեն մարդ օժանդակություններ ուղարկում, ռուբլ էին կառնում, ներք էին կառնում, գրաֆիտի էին կանում, եղավ հեղափոխություն։ Ժողովուրդ ջան, քաղաքական օրակարգ մտածելու համար փող պետք չի, Սամվել Կարապետյանը այդքան փող ունի, քաղաքական օրակարգ ունի։ Ես ուզում եմ դες Երևանի ընտրությունների օրինակը բերել, ներողություն եմ խնդրում, Երևանի ընտրությունների օրինակը բերել։ Երրորդ տեղով ավականու կազմում հայտնվեց դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, դոկ հայտնի կուսակցությունը։ Այդ ինչ կապիտալի վրա այդ մարդը հայտնվեց։ Ինչ ուներ նա ավելի շատ, քան Սամվել Կարապետյանը, եւ որ չունի, չգիտեմ, այն մյուս կուսակցությունները չունեն։ Wi-Fi-ի փող, ուրիշ բան չի ունեցել այդ քաղաքական ուժը։ Քաղաքական օրակարգ ստեղծելու եւ մարդկանց համախմբում, մարդկանց ուշադրությունը գրավելու համար ճիշտ չի թե առաջին բանը կամ ամենակարևոր բանը գումարն է։ Միշտ ամենաառաջին գործոնը եղել է օրակարգը, միշտ անկախ նրանից ես այդ օրակարգերը կիսում եմ թե չէ։ Այսինքն այդ հսկայական գումարները, որ հիմա Սամվել Կարապետյանը ծախսում է գովազդների, ամենատարբեր վահանակների, մարդկանց երբեմն նաև ահաբեկելու, օրինակ քննչական կոմիտեն 3 լոռիում հայտնի դեպքի մասին հրապարակեց, ինչպես են ամուսիններով գնացել ու սպառնացել, որ եթե իրենց ցանկալի անձին չընտրեն, ապա տունը կայրեն եւ նման պատմություններ, գիտեք, արտաքին հետախուզական ծառայությունը նաև հայտարարություն տարածեց, թե ինչպես են օտար երկրում մարդկանց վրա ճնշումներ գործադրում, նրանց փորձում ներգրավել այս ընտրական process-ներում, ասել, որ պիտի մասնակցեն, պիտի ինչ որ ձևով թե ֆինանսապես, թե ֆիզիկապես որևէ կերպ իրենց նաև տեխնացուին, այսպես աջակցեն, խոսք է գնում այն մասին, որ ավտոբուսները, այսպես ժողովրդական էլի լեզվով ասած, բրոնյա են արված մայիսի վերջի հունիսի սկզբի համար Վրաստանից, Ռուսաստանից պատրաստվում են մարդիկ բերել, ընտրողներ բերել, այսինքն սա հավասար պայմանների մասին է խոսում, այս միլիոնավոր դոլարները կամ դրամները, որ ներդրում է Սամվել Կարապետյանը, այս բոլոր մեխանիզմները, այս քաղ տեխնոլոգիաները, որ կիրառում են, ոչ մի ըստ ձեզ ոչ մի նշանակություն չի ունենալու նրանց քաղաքական ուժի ազգային ժողովում ներկայացված լինելու աստիճանի վրա։ Ձեր երկար տեքստի ընթացքում երկու բառ ասացիք, որոնք շատ կարևոր են։ Քննչական կոմիտե, արտաքին հետախուզական ծառայություն, դա Հայաստանի պետական ինստիտուտներն են, եւ Հայաստանի պետական ինստիտուտներ պատրաստ են այդ մարտահրավերներին, ինչքան էլ չվատաբանեն տարբեր եթերներում ավելի լավ երկիր ունենալ ցանկացող ընկերներն ու գործընկերները Հայաստանի ինստիտուտները պատրաստ են դրանց։ Ես չգիտեմ ինչպես են արգելվում կուսակցություններ կամ ես ինձնից ինչա կոպիտ ասած ասում, ես չեմ պատրաստվում քաղաքական միջամտություն ունենալ եւ որևէ մեկը մեր քաղաքական ուժից չի պատրաստվում քաղաքական միջամտություն ունենալ ընտրություններին մասնակցել չմասնակցելու հարցում կուսակցությունները կհիշեք անցած անգամ 25 օգտահաշիվ էր բացվել կենտրոնական ընտրական հանձնաժողովում, բայց գրանցվել է 24 կուսակցություն։ Տիգրան Արցախանցյանի կուսակցություն չգրանցվեց։ Կհիշեք իր դեմքը էլի դες պաստառներով 21 թվականին ամբողջ Հայաստան պատտվում էր եւ այլն, վերջում չգրանցվեց։ Այն ժամանակ քաղաքական միջամտություն չի եղել, եղել է զուտ տեխնիկական որոշում, այնքան ինստիտուտներն են այդ որոշումը կայացրել եւ բնականաբար դրանից նաեւ քաղաքական աղմուկ չի եղել, ոչ մեկ չի ասել, որ վախեցանք Տիգրան Արցախանցյանի ստվերից եւ բան արեցինք, իրան արգելեցինք, որ հանկարծ չկա բանանի, հաղթի բոլորին։ Ես իմ հիշողության մեջ այդ իրադարձությունները տենց էին, որ 24 վերջում մասնակցեցին, կարելի է միացտուկել։ Եվ չի լինելու։ Եթե կլինեն հանցագործություններ, ուղղորդված քվեարկություններ, սպառնալիքներ, քրեական օրենսգրքով արգելված արարքներ, Հայաստանի իրավապահ մարմինները արձագանքելու են բոլորը
պատժվելու են եւ կրելու են իրենց համապատասխան պատիժը, այնպես ինչպես քրեական օրենսգրքով սահմանված է։ Ոչ մեկին չթվա, որ իրենք կարողանալու են բանանել, այնքան ճարպիկ լինել, որ ուղղորդված քվեարկություն չբռնվի։ Եվ դա ես հույս ունեմ այս նաև հանրային քննարկումների կապակցությամբ բերումով նաև մեր մյուս երկրներում ապրող Հայաստան քաղաքացիները պետք է շատ քաջ գիտակցեն, որոնք կարող են Հայաստան գալով ընկնել քրեական հետապնդման տակ, եթե օրենքով արգելված արարք կատարեն։ Այս հույս ունեմ առաջիկա օրերին արդեն կամ կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ որևէ մարմին ավելի հասկանալի ձևով կկարողանա հրապարակել, թե որն է օրենքով արգելված արարք, որը ոչ օրենսդրական լեզվով, որ մեծ փաթեթներ չկարդան, այլ փոքր կետերով, որովհետեւ մարդիկ իմանան, որ իրանց թույլ չտան ներքաշել քրեական հանցագործության մեջ եւ կարողան հաղորդում տալ, ես գիտեմ բազմաթիվ հաղորդումներ տալիս են, ինձ էլ են պատմում քաղաքացիները, ես ասում եմ ոնց որ ձեր պատմածը քրեական հանցագործություն է, գնացեք հաղորդում տվեք։ Եվ եթե կլինի օրենսդրական խախտում, քրեա իրավական գնահատականի կարիք, դա Հայաստան պետական ինստիտուտները տալու են։ Եթե կլինի այդ խախտումը այնպեսին, որ անհնար կդարձնի այդ ուժի մասնակցությունը, այդ ուժերից որևէ մեկի մասնակցությունը դրական process-ներին, Հայաստանի ինստիտուտները դրան համապատասխանաբար արձագանքելու են։ Բայց եթե մեզնից քաղաքական միջամտություն են ակնկալում այդ հարցում, նման բան չի լինելու։ Իսկ դա իրավական համակարգին կա բավարարչափով վստահություն, որ իրենց ձայնը տեղ կհասնի կամ արդարությունը ի վերջո կվերականգնվի, այսինքն շատ մարդիկ նաև այսօր կներեք դատա իրավական համակարգին որոշակի այսպես կասկածով են վերաբերվում։ Օրինակ տեսնում պատճառ դատա իրավական համակարգի նկատմամբ վստահություն չունենալ, բացի այն, որ գործեր դանդաղում են, իսկ ընտրական գործեր, ընտրական թեմաներով վեճերը բան ունեն, ժամկետներ ունեն, հստակ ժամկետներ ունեն, մարդիկ պետք է մնացած գործերը թողնեն եւ օրվա ժամերի, րոպեների սահմանված ժամկետներ ունեն ընտրական գործընթացներում վեճերը։ Ես որևէ ուրիշ պատճառ չեմ տեսնում դատա իրավական համակարգին չվստահելու իմ կարծիքով դատա իրավական համակարգը անկախ եւ կոմպետենտ է քան երբևէ, չնայած ծանրաբեռնվածությունը երբեմն ստեղծում է չգործել տպավորություն, բայց դա ինձ թվում է բոլոր երկրներում կա։ Այսինքն որ դրվագով ենք էլի մենք բարձել, որ դատա իրավական համակարգը հուսալի չի կամ օրինակ ընտրությունների նախաշեմին արդարացվեց Գագիկ Ծառուկյանը։ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց, որովհետեւ Սեթրակ Արուստամյանը ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ եւ պատմեց, որ այդ հանցագործություն, որ վերագրվում էր Գագիկ Ծառուկյանին, ամբողջությամբ ինքն է կատարել, իր մեղքն է եւ Գագիկ Ծառուկյանը անտեղյակ է եղել, ես չգիտեմ, արդյոք այդ գործը հետ կգնա քննության փուլ, որովհետեւ դատարանում ես հույս ունեմ, որ մարդիկ պատկերացնում են քննության փուլի հանգամանքները, դատական փուլի հանգամանքները եւ այլն, բայց որովհետեւ դատարան չի կարող քննություն իրականացնել եւ բարձրել, էլի դա ճիշտ է թե սխալ, բայց դատարանին ուրիշ բան չի մնում անելու։ Եվ եթե օքեյ, եթե Հայաստանում կգտնվեն քանի ձայնի բան կա, էլի ռիսկ կա, ստեղ ասենք 200,000 ձայնի, եթե կգտնվեն 200,000 քաղաքացիներ, ովքեր պատրաստ են քրեական պատասխանատվություն կրել ինչ-որ մեկի կամակորությունների համար, դա ուրիշ քննարկման հարց է, որը ես վստահ եմ, որ Հայաստանում չկա մարդիկ այդ պատմությունների մեջ ներքաշվում են, որովհետեւ իրենք լավ չեն պատկերացնում, որ իրենց քրեական հանցագործության մեջ են ներքաշում։ Նկատի ունեք դրսից գալ ընտրել այդ process-ը։ Այդ թվում եւ նաեւ կազմակերպել, օրինակ այդ իրար ուղղորդելը, հրահրելը կամ չգիտեմ, առաջարկելը, որ ընտրեն կամ ուղղորդված քվեարկություն լինի իրանց դիմացի ինչ-որ բան տան կամ ինչ-որ բան խոստանան։ Սենց բաները պետքա բարձ լինի մարդկանց համար, որ իրենք քրեական հանցագործության մեջ են ներքաշվում, այդ թվում եւ դրսից այդ մարդիկ, ես վստահ եմ, այդ որ ասում եք բաները գալիս են խմբերով եւ այլն, այդ մարդիկ լավ չեն պատկերացնում, իրանք մի տեղից են գալիս, որտեղ ընտրական համակարգ չկա, օրինակ լավ չեն պատկերացնում, ոնց է տեղի ունեն, որն է արգելված, որը արգելված չի, որն է քրեական, որը քրեական չի։ Այդ մարդկանց մենք իրազեկենք, հույս ունեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս պահին նաև դրանով է ինտենսիվ զբաղված եւ հրապարակ այսպիսի խոսակցությունների միջոցով, այլ խոսակցությունների միջոցով կիրազեկենք եւ իրենք իմանան, որ իրենց ներքաշում են քրեական հանցագործությունների մեջ։ Ինչ վերաբերում է ֆինանսական հոսքերի հարցին, որ ասում եք, բանա կա թույլատրելի շեմ եւ կարգավորումներ, թե ինչպես կարելի է տնօրինել կուսակցության քաղաքական փողերը, այսինքն քաղաքական փողերը ինչպես կարելի է տնօրինել։ Եթե կհայտնաբերվեն ֆինանսական արգելված հոսքեր, օրինակ որ կպարզվի ինչ-որ մի մարդ ֆինանսական ներդրում արել այդ կուսակցության մեջ ավելի քան 10 միլիոն դրամը,
այդ մարդը նույնպես կենթարկվի պատասխանատվության։ Կան իրավակարգերը, կան ինստիտուտները, կան կարգավորումները եւ թող ոչ մեկին չթվա թե բոլոր ինստիտուտները քնած են եւ սպասում են թե ով է հեսա շեփոր փչելու մենք արտանանք տեսնենք ինչա կատարում։ Այդ ձեր ասածը դրա համար ամենասկզբում ուշադրություն հրավիրեցի բանի վրա, ձեր ասած տեքստի վրա, ձեր ասած տեքստում մի քանի ինստիտուտի անուն նշեցիք։ Հայաստանի ինստիտուտները աշխատում են շատ ավելի լավ, քան տրամադրված են մտածել մեր ընդդիմախոսները։ Լավ, վերջում շատ կարճ, քանի որ դաշնակցության մասով այդպես էլ պատասխան չստացա, շարունակելու եք Չայկրտավոր ասած հետապնդել դաշնակցությանը եւ ահաբեկել։ Մենք դաշնակցությանը չենք հետապնդել, մենք դաշնակցությանը հետազոտել ենք։ Եվ կարծում եմ, որ սա երևի ամենալավ գնահատականն է, որտեղ իրենք իսկապես շատ արխիվային են, շատ անցյալի մասին են եւ արժանի են հետազոտության, որովհետեւ այդ դաշնակցության չհետազոտած չէ, այսքան ինչի պատճառով են այս ժողովրդի հետ տեղի ունեցել վերջին 100-ամյակների դժբախտությունները եւ մենք շարունակել ենք հետազոտել դաշնակցության, որովհետեւ սովորելու շատ բան կա այն իմաստով, թե ինչպես չի կարելի քաղաքականությամբ զբաղվել։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Կհանդիպենք։